Էներգախնայողությունը դպրոցում և տանը կայուն ապակայի ուղին լոռու մարզ ծաղկաշատ գյուղում աշխարհագրական տեսանկյունից։ Ծաղկաշատի աշխարհագրական դիրքն ու կլիմայական պայմանները թելադրում են էներգետիկ ռեսուրսների խելամիտ և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը թե դպրոցում, թե տանը։ Այս տարածաշրջանում ձմեռները հաճախ լինում են ցուրտ ու երկար, իսկ տարվա ընթացքում ջերմաստիճանի զգալի տատանումները մեծանում են։ Այդ պատճառով շենքերի ջերմամեկուսացումը, դռների ու պատուհանների խնամքը, ինչպես նաև ջերմության պահպանման միջոցները կարող են զգալիորեն նվազեցնել էներգիայի կորուստը։ Էներգախնայողության միջոցառումները դպրոցում գործնական քայլեր էներգիայի կորուստը նվազեցնելու համար։ Ջերմամեկուսացում, պատերի, տանիքի և հիմքի որակյալ ջերմամեկուսացում, ներքին ջերմաստիճանը կայուն պահելու համար։ Այս միջոցառումը նվազեցնում է ջերմային արտահոսքը, ինչի շնորհիվ դասասենյակները երկար ժամանակ մնում են տաք, առանց ջեռուցման համակարգի լրացուցիչ ծառաբեռնվածության։ Կանաչ էներգիա, արևային ջրատաքացուցիչների և ֆոտովոլտային վահանակների տեղադրում տանիքին։ Արևային համակարգերը թույլ են տալիս օգտագործել բնական էներգիայի աղբյուր և նվազեցնել կախվածությունը արտաքին մատակարարումներից։ Էներգախնայողությունը տանը, օգտակար խորհուրդներ ծաղկաշատի բնակիչների համար։ Կենցաղային էլեկտրախնայողություն, անջատել չօգտագործվող սարքերի վարդակից, օգտվել բնական լուսավորությունից, տեղադրել ջրի խնայողական ծայրակալներ ծովակներին։ Էլեկտրախնայողությունը ոչ միայն նվազեցնում է ամսական վճարները, այլև երկարացնում է սարքավորումների ծառայության ժամկետը։ Հատկապես կարևոր է լիցքավորիչները, հեռուստացույցները և համակարգիչները չթողնել սպասման ռեժիմում, քանի որ դրանք նույնպես սպառում են էներգիա։ Վերականգնվող և չվերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Արևային էներգիա, վերականգնվող աղբյուր։ Արևային վահանակները արևի լույսը փոխակերպում են էլեկտրական էներգիայից։ Սա մաքուր և անվերջ վերականգնվող էներգիայի աղբյուր է։ Քամու էներգիա, վերականգնվող աղբյուր։ Քամու շարժման էներգիան օգտագործվում է հողմակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար։ Ջրային էներգիա, վերականգնվող աղբյուր։ Ջրի հոսքի էներգիան օգտագործվում է հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիա արտադրելու համար։ Բնական գազ, չվերականգնվող աղբյուր։ Բնական գազը օգտագործվում է ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության համար, այն նույնպես չի վերականգնվում արագ։ Արտադրված և էլեկտրացանցեր առաքված էներգիայի մասնաբաժինները ըստ կայանների։ Ատոմային էներգիա 38%, ջերմային կայաններ 25%, հիդրոէլեկտրակայաններ 24%, փոքր հեկեր 13%, հողմային և արևային կայաններ 0.04%։ Էներգախնայողության կարևորությունները։ Էներգախնայողությունները կարևոր է մի քանի պատճառով։ Բնական պաշարների պահպանում, նավթը, գազը և ածուխը սահմանափակ են, շրջակա միջավայրի պաշտպանություն, պակաս վառելիք օգտագործելու դեպքում նվազում է օդի աղտոտումը, ֆինանսական խնայողություն, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսերը նվազում են։ Էներգախնայողության սանդղակ։ Էներգախնայողության սանդղակը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են տարբեր սարքերը կամ գործողությունները էներգիայի օգտագործման տեսանկյունից։ Որքան քիչ էներգիա է վաճառվում, այնքան բարձր է խնայողության մակարդակը։ Ամենաքիչ էներգիան խլում է A+, A մակարդակ ունեցող տեխնիկան, ամենաշատը ջին։